Աշխարհում իրադարձությունները զարգանում են սրընթաց տեմպերով, սիրելի բարեկամներ։ Աշխարհը հայտնվել է առևտրային պատերազմների մեջ, գլոբալ նոր տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի շեմին են կանգնած։ Այդ մասին լուրերը ծփում են ամեն օր։ Ամեն օր սակայն միաժամանակ տեսնում ենք եւ ականատես ենք լինում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակասական թվացող որոշումներին։ Մեկ նա բարձրացնում է մաքսատուրքերը աշխարհի բոլոր պետությունների նկատմամբ, մեկ օր հետո կամ մեկ շաբաթ հետո նա կայացնում է բոլորովին այլ որոշում, չեղարկելով դրանք կամ կասեցնելով։ Եվ մենք օրերս իմացանք, որ 75 երկրի նկատմամբ նա կասեցրել է 90 օրով մաքսային այդ դրույքաչափերի բարձրացումից։ Դա ինչ է նշանակում։ Եվ այսպես, այսօր Թրամփի վարչակազմը շուկաների ծանր անկման պայմաններում հայտարարել է մաքսային քաղաքականության փոփոխության մասին։ Նախագահը 90 օրով սառեցրել է մաքսատուրքերն աշխարհի գրեթե բոլոր խոշոր առևտրային գործընկերների համար, բացառությամբ Չինաստանի, որի նկատմամբ կիրառվել է նույնիսկ ավելացված 125% մաքս ուժի մեջ մտնելով անմիջապես։ Շուկայում ֆոնդային ինդեքսները թռիչքով աճել են։ Թրամփը True Social-ում գրել է. ավելի քան 75 երկիր դիմել է Միացյալ Նահանգներին բանակցությունների համար, եւ 90-օրյա դադարից բացի փոխադարձ մաքսատուրքերը նվազեցվում է մինչև 10% անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով։ Թրամփը հայտարարել է, որ շուտով մաքսեր կսահմանվեն առանձին ապրանքների վրա, անկախ ծագման երկրից՝ պղինձ, փայտանյութ, համակարգչային չիպեր, դեղեր։ Դա նշանակում է, ոմանք մեկնաբանում են, տնտեսագետները ամերիկյան, եվրոպական, ռուսական մեդիաներում, երբ որ ծանոթանում ենք, որ Թրամփը հետքայլ է կատարում, բայց մենք պետք է հասկանանք ընդհանրապես Թրամփի եւ ամերիկյան վարչակազմի քաղաքականության էությունը։ Շատերը շտապեցին ասել, որ Թրամփը կրակել է սեփական ոտքին, կործանում է Ամերիկայի տնտեսությունը, ամերիկացիների կյանքը հիմա բարդանալու է, ֆինանսական շուկաները պայթելու են, համաշխարհային ճգնաժամ, գնաճ, ինֆլյացիա, դեպրեսիա եւ այսպես շարունակ։ Այդպիսի ապոկալիպտիկ եզրակացություններ են արել շատերը եւ սխալվել են, որովհետեւ Դոնալդ Թրամփը մնալով անկանխատեսելի դրանով իսկ դարձել է կանխատեսելի եւ ես հաճախ զարմանում եմ, թե ինչու են Դոնալդ Թրամփին ասում անկանխատեսելի, երբ նրան կարելի է ամեն օր նրանից սպասել սեփական որոշումների չեղարկում։ Դրանից կանխատեսելի քաղաքական գործիչ երևի թե դժվար է պատկերացնել ԱՄՆ-ի պատմության մեջ։ Բայց մենք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ն ընդհանրապես եւ որքանով է նա կարողանում այդ խնդիրները լուծել։ Եվ մենք տեսնում ենք մի քանի օրինաչափություն, սիրելի բարեկամներ։ Առաջին, սկզբնական շրջանում փորձելով իբր այսպես ճակերտավոր ասած պատժել աշխարհի բոլոր պետություններին բարձրացնելով մաքսատուրքերը, ասելով որ անարդարացի է այդ համակարգը եւ Ամերիկան փորձում է պաշտպանել իր տնտեսությունը, աստիճանաբար նա չեղարկում է դրանք, չեղարկում է ոչ միայն պետությունների նկատմամբ, այլև կոնկրետ ապրանքատեսակների։ Մենք իմացանք, որ նաեւ որոշակիորեն բացառություններ են արվել էլեկտրոնային ապրանքների, հեռախոսների, սմարթֆոնների, գադջետների նկատմամբ, որոնք ներմուծվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մենք ականատես ենք լինում, որ մնացածների նկատմամբ չեղարկվում է, բայց Չինաստանի նկատմամբ բարձրացվում են մաքսատուրքերը, բարձրացվում են կրկնակի ու եռակի։ Այսինքն Թրամփի թիրախը եղել է Չինաստանը եւ դա ընդհանրապես PR ակցիա էր, փորձելով դա դիվանագիտորեն այսպես ասած փաթեթավորել։ Երկրորդ թեզը, որ մենք կարող ենք առաջ քաշել, դա այն է, որ այսօր ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է դուրս եկել հենց այն համակարգի դեմ, գլոբալ աշխարհակարգի, որը հենց ինքն է ստեղծել, ազատ շուկայի։ Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները դարձավ գիգանտ տնտեսական հեգեմոն աշխարհում, նա փորձեց համաշխարհային շուկաները բացել իր առջև, որպեսզի նա կարողանա մուտք գործել այդ շուկաներ։ Եվ դրա համար ստեղծվեցին օրինակ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են առևտրի համաշխարհային կազմակերպությունը, դրանք սահմանեցին կանոններ, որոնք հենց միտված էին պրոտեկցիոնիզմի դեմ, այսինքն այն պետությունների քաղաքականության դեմ, ովքեր փորձում էին այդ բարձր մաքսատուրքերով պաշտպանել սեփական տնտեսությունը, որպեսզի ավելի շատ արտահանումը նպաստեն սեփական արտադրությունը, քան այլ պետություններից կախվածությունը։ Եվ Ամերիկան ինքն է առաջ տարել այդ գաղափարախոսությունը, ազատ շուկայի գաղափարախոսությունը։ Եվ այսօր ԱՄՆ-ն վարում է դրան հակառակ քաղաքականություն։ Այդ պրոտեկցիոնիզմ կոչվածը մաքսատուրքերի բարձրացումը իրականում հակասում է ազատ շուկայի գաղափարին։ Եվ մենք այստեղ կարող ենք ընդհանրապես անել հետևյալ պնդումը, որ դա ցույց է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների թուլությունը այսօր որպես հեգեմոն տնտեսություն եւ միաժամանակ թույլ է տալիս եզրակացնել, որ նա առայժմ բավական հզոր է, որպեսզի կարողանա իր կամքը թելադրել միակողմանի, այսինքն այդ առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից դուրս, որոշելով առաջնորդվել սեփական տնտեսության պաշտպանությամբ ընդդեմ ամբողջ աշխարհի։ Բայց այստեղ կա եւս մի տարածված թյուրիմացություն, շատերի մոտ տպավորություն է, որ սա ինչ որ աննախադեպ բան է, որ Թրամփը նոր է նման բան անում, ոչ։
Նա, երբ առաջին անգամ դարձել էր ԱՄՆ-ի նախագահ, հենց սկսել է այդ քաղաքականությունը, եւ սա նորություն չէ, սա իր ավանդական քաղաքականության շարունակությունն է։ Դոնալդ Թրամփը դեռևս իր առաջին նախագահական ժամկետում 2017-ից 21 թվականներին սկսեց մաքսային քաղաքականություն, նպատակ ունենալով նվազեցնել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը եւ պաշտպանել ազգային արտադրությունը։ 2018 թվականին ԱՄՆ-ն սկսեց մաքսատուրքերի կիրառումը Չինաստանի նկատմամբ, մեղադրելով Չինաստանին անարդար առևտրային պրակտիկաների եւ մտավոր սեփականության իրավունքների խախտման մեջ։ 2025 թվականին Թրամփի երկրորդ ժամկետի սկզբում արդեն մեր ժամանակներում այս քաղաքականությունը նոր թափ ստացավ հատկապես Չինաստանի նկատմամբ։ Հիմա քայլ առ քայլ 2025 թվականի զարգացումները փորձենք այսպես ամբողջացնել։ Փետրվարի 1-ին Թրամփը հայտարարեց 10% մաքսատուրք Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա, ինչպես նաև 25% մաքսատուրք Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։ Մարտի 4-ին արդեն Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը բարձրացվեց մինչև 20%։ Պեկինը պատասխանեց, կիրառելով մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա։ Եվ հիմնականում Չինաստանը ԱՄՆ-ից ներմուծում է գյուղմթերք, օրինակ եգիպտացորեն, սոյա։ Հաջորդ process-ը տեսնում ենք արդեն ապրիլի 2-ին, որը դարձավ սենսացիա։ Թրամփը հայտարարեց լրացուցիչ 34% մաքսատուրք Չինաստանի նկատմամբ, ինչը ընդհանուր մաքսատուրքը արդեն բարձրացրեց մինչև 54%-ի։ Իսկ ապրիլին ինչ ենք տեսնում։ Թրամփը հայտարարեց, որ 75 երկրներին կտրվի 90-օրյա հետաձգում մաքսատուրքերի կիրառման հարցում։ Բայց Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը բարձրացվեց մինչև 125%։ Իսկ ապրիլի 10-ին հաջորդ օրը Չինաստանը պատասխանեց, կիրառելով 84% մաքսատուրք ամերիկյան ապրանքների վրա։ Հրաձգությունը շարունակվեց եւ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը բարձրացվում է մինչև արդեն 145%։ Եվ այս քրոնոլոգիայի մեջ մենք տեսնում ենք, որ պայքարը հենց Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջև է եւ մնացած պետությունները ընդհանրապես ֆոնի դեր են տալու։ Լավ, հիմա հասկանանք, թե որոնք են Թրամփի այս մաքսատուրքերի բարձրացման քաղաքականության նպատակները։ Հենց ինքը հայտարարեց, որ փոխադարձ մաքսատուրքերի սահմանման մասին հիմնականում նպատակ ունի դրանով նվազեցնել ԱՄՆ-ի բազմամյա, այսպես երկար տարիների առևտրային դեֆիցիտը, որ կա հատկապես ապրանքների արտահանման առումով, եւ նպատակ ունի արտադրությունը այլ երկրներից, հիմնականում Չինաստանից վերադարձնել Ամերիկա։ Նրա խոսքով ներմուծվող ապրանքների մեծ մասը, որոնք հենց ամերիկյան ընկերությունների արտադրած ապրանքներն են այլ երկրներում, շահագործում է ԱՄՆ-ի տնտեսությունը եւ կրճատում աշխատատեղեր արդյունաբերության ոլորտում։ Թրամփը նաև օգտագործում է մաքսատուրքերը որպես բանակցային գործիք, ստիպելով գործընկերներին զիջումների գնալ երկկողմ առևտրային գործարքներում, եւ դրանով նա պահանջում է արդար վերաբերմունք ամերիկյան արտահանողների նկատմամբ։ Իսկ խնդիրը ի՞նչն է։ Խնդիրը գիտեք ինչումն է, սիրելի բարեկամներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունի մաքսային եւ հարկային այլ քաղաքականություն։ Այն ավելի ազատական է։ Օրինակ այնտեղ գոյություն ունի ավելացված արժեքի հարկը, որը ներառվում է ապրանքի գնի մեջ։ Օրինակ հենց Հայաստանում, երբ որ ապրանք է ներմուծվում, ավելացված արժեքի հարկը 20%-ը միանգամից մտնում է ապրանքի գնի մեջ եւ մտնում է տարբեր փուլերով ընդ որում։ Արտադրողը իր հաշվին է, երբ որ վաճառում է, օրինակ շուկայում վերավաճառողներին նրանք իրենց հերթին ավելացված արժեքի հարկեր են վճարում։ Եվ ապրանքի գինը դրանով արտադրողից մինչև վերջնական սպառող մի քանի անգամ 20%-ով բարձրանում։ Եվ դա ապրանքի գինը թանկացնելով ստեղծում է ոչ նպաստավոր պայմաններ այն երկրների համար, որոնք իրենց ապրանքը արտահանում են։ Ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ գնորդը սկսում է դա քիչ գնել համեմատ մյուս ապրանքների, եթե կա ընտրության հնարավորություն կամ մրցակցություն։ Եվ այս առումով ԱՄՆ-ն տարբերվում է, այնտեղ չկա ավելացված արժեքի հարկ եւ բոլոր այն արտադրողները տարբեր երկրներից, որոնք ապրանքներ են արտահանում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հարկեր սկսում են վճարել ապրանքը վաճառելուց հետո, այլ ոչ թե առաջ։ Հայաստանի նման եւ շատ այլ բազմաթիվ երկրներում դա եվրոպական պրակտիկա է, Ֆրանսիան է մոգոնել այդ ավելացված արժեքի հարկը, որի գլխավոր նպատակը այն է, որպեսզի արտադրողից միանգամից գումար գանձեն եւ ուղարկեն պետական բյուջե։ Դա պետական բյուջեն օդից լցնելու մեխանիզմ է։ Ամերիկան այդ տրամաբանությամբ չի առաջնորդվում, որովհետեւ ազատ շուկայի գաղափարը այնտեղ պատմական խոր արմատներ ունի, ազատ մրցակցությունը, եւ այդ նորմը նրանք համարում են ոչ ճիշտ, երբ ապրանքը դեռևս չվաճառված, դրա գինը բազմապատիկ թանկանում է եւ պետությունը խլում է ոնց որ արտադրողից եւ վերջնական սպառողից գումար։ Իհարկե կա ավելացված արժեքի հարկի վերադարձի մեխանիզմը, երբ որ ներմուծողին կամ
արտադրողին, որը արտահանում է այլ երկրներ, վերադարձվում է։ Բայց մինչև նա իր ապրանքը կսպառի, այդ ապրանքը արդեն թանկ է եւ այդ երկրների շուկաներում դառնում է ոչ մրցունակ զուտ միայն գնի տեսանկյունից։ Այս առումով ԱՄՆ-ն դառնում է խոցելի, իր ապրանքները դժվար են վաճառվում, թանկ են այլ երկրներում, բայց ուրիշ երկրներից ներմուծվող ապրանքները էժան են իրենց երկրներում։ Սա է անարդարությունը, որը Թրամփը որոշում է բարձրացնելով մաքսատուրքերը լուծել այդ խնդիրը։ Այստեղ կա իհարկե տրամաբանություն եւ այստեղ կա հիմնավորվածություն դրա, սակայն մաքսատուրքերի քաղաքականությունը եւ պրոտեկցիոնիզմը հակասում է համաշխարհային շուկայում արդեն գործող քանի տարիներ, տասնամյակներ հենց ԱՄՆ-ի պարտադրած ազատ առևտրի կանոններին։ Փորձենք պատասխանել մեկ այլ հարցի, թե արդյոք այս առևտրային պատերազմը կարող է ԱՄՆ-ին ավելի ուժեղ դարձնել։ Տեսականորեն, եթե մաքսատուրքերն իսկապես արտադրությունը վերադարձնեն ԱՄՆ, ամերիկյան ընկերություններին, դա կուժեղացնի արտադրության ոլորտը եւ կստեղծի նոր աշխատատեղեր։ Որոշ տնտեսագետներ գնահատում են, որ 10% համաշխարհային մաքսատուրքը, որը նաեւ Հայաստանի վրա է օրինակ գործում, կարող է բարձրացնել ԱՄՆ-ի հնան մինչև $700 միլիարդ ավելի եւ ստեղծել մոտ 2.8 միլիոն աշխատատեղ։ Բայց շատ տնտեսագետներ էլ կասկածում են դրա վրա, ավելի շատ կանխատեսելով խնդիրներ, ռեցեսիա եւ այլ տնտեսական խնդիրներ, որոնք առաջանում են առևտրային նման պատերազմների պարագայում։ Բայց մենք այսօր, ինչպես շատերը, որոնք ընդհանրապես փորձում են ինֆորմացիոն փուչիկներ հրահարել եւ դիլետանտ գնահատականներ տալ, իրավունք չունեն որոշել այդ քաղաքականությունը էֆեկտիվ է թե ոչ, քանի դեռ չի եղել դրա արդյունքը։ Եվ մենք ինչ ենք տեսնում, արդյունքը եղել է այն, սիրելի բարեկամներ, որ այս կարճ ժամանակամիջոցում ընդամենը 1 ամսվա կտրվածքով, չնայած ամերիկյան ընկերությունների, այսպես ասած, ֆոնդային բորսաներում նրանց գինը, ակցիաները անկում ապրեցին, բայց չեղարկման այս 90-օրյա չեղարկման որոշումից հետո դրանք կտրուկ բարձրացան եւ նույնիսկ Իլոն Մասկը, որը բողոքում էր իբր թե Թրամփի որոշումից, Տեսլայի ակցիաները կրկին շեշտակի աճել են, Apple-ի ակցիաները աճել են։ Մի խոսքով, շատ կարճ ժամանակում այս մեկ շաբաթյա նույնիսկ 10-օրյա որոշումներով ամերիկյան օլիգարխիան, այսպես ասենք, արտադրողները միլիարդավոր դոլարների եկամուտներ են ունեցել եւ ինչը փաստորեն հերքում է այն բոլոր այսպես նաև մեր լրատվական դաշտում վայ փորձագետների գնահատականները, որ Թրամփը կրակել է իր ոտքին, Թրամփը ավերում է Ամերիկան, չգիտեմ, այսպիսի մելամաղձոտ գնահատականներ, որոնք իհարկե պրոֆեսիոնալիզմի եւ մասնագիտական տրամաբանությունից դուրս են։ Президент США Дональд Трамп заявил в пятницу, что рынки в порядке и экономика страны находится в отличной форме. Он также добавил, что страны, которые не согласны с установленными им тарифами, могут выбирать между двумя вариантами – платить или отказаться от дальнейшего сотрудничества с США. Я думаю, сегодня рынки показали себя стабильно. Люди видят, что у нас все хорошо. Мы, как страна, начали зарабатывать деньги. Впервые за долгое время. Раньше мы теряли миллиарды долларов в день, а теперь зарабатываем миллиарды. Это серьезная разница. Мы потом снизили ставку до 10%, чтобы немного сбалансировать. Я это сделал, чтобы быть честным по отношению к другим странам. Я думаю, доллар значительно укрепится. Я сейчас не про курс, а именно про ценность доллара. Уверен, он станет сильнее, чем когда-либо. После того, как Трамп приостановил введение тарифов, за исключением Китая, совокупный чистый капитал самых богатых людей мира увеличился на $304 миллиарда. Это стало самым большим однодневным приростом в истории индекса миллиардеров, поскольку фондовые рынки резко выросли после того, как президент Дональд Трамп пообещал приостановить введение пошлин в отношении некоторых торговых партнеров, пишет Bloomberg. Это Чарльз Шваб. Это не просто компания. На самом деле это реальное лицо. Сегодня он заработал более $2 миллиардов, а он заработал 900 миллионов. Общий прирост богатства по индексу Bloomberg Billionaires оказался выше предыдущего рекорда в $233 миллиарда, установленного в марте 2022 года. Тогда глава ФРС Джером Пауэлл впервые за много лет поднял ставку, но при этом заверил инвесторов, что экономика США остается устойчивой.
Главным бенефициаром стал Илон Маск. Акции Tesla взлетели на 23%, и его состояние увеличилось сразу на 36 миллиардов долларов. Չպետք է շտապել նման գնահատականներ տալուց, պետք է տեսնել եւ գնահատել արդյունքով։ Եվ մենք տեսնում ենք, որ Թրամփի այս թվում է թե շատ անկանխատեսելի եւ անտրամաբանական որոշումները իրականում ամիայն ավելի են այս պահի դրությամբ հզորացնում ամերիկյան տնտեսությունը։ Հետագայում ինչ կլինի, իհարկե կարելի է դատել միայն արդյունքներից, եւ մենք չենք շտապի նման գնահատական տալ, մենք ընդհանրապես ասում ենք այն իրականությունը, որը կա, նախ եւ առաջ պետք է հասկանալ այս քաղաքականության էությունը։ Դա է կարևորը այս պահին։ Իսկ արդյունքները դրա կերևան որոշ ժամանակ անց։ Եթե Թրամփը հասնի նրան, որ ամերիկյան ընկերությունները, որոնք արտասահմանում Ամերիկայից դուրս, այսպես ասենք, կազմում են 200-ից 300,000 նրանց թիվը, նրանց թեկուզ որոշակի տոկոս, որ վերադառնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ապա դրանով կարելի է համարել, որ Թրամփը լուծել է իր խնդիրը, որովհետև նա հասկանում է, լինելով բիզնեսմեն, որ առանց արտադրության որևէ տնտեսություն չի կարող լինել մրցունակ եւ հզոր եւ հավակնել գերհզոր պետության կարգավիճակին։ Բայց մենք տեսնում ենք, որ մի կողմից Թրամփը հույս ունի մաքսատուրքերն օգտագործել որպես արդյունաբերական արտադրությունը վերադարձնելու եւ վերածնելու ու առևտրային գործընկերների վրա ճնշում գործադրելու գործիք, սակայն կորպորատիվ կապիտալիզացիայի անկումը արտացոլում է տնտեսության համար լուրջ ծախսեր ու ռիսկեր։ Դրանք կան, դրանք չեն կորում։ Միացյալ Նահանգների երկարաժամկետ հզորացումը հնարավոր է միայն հավասարակշռված մոտեցման դեպքում, որը համատեղում է ռազմավարական այդ արդյունաբերության պաշտպանությունը բաց շուկայի պայմաններում, այսինքն ամեն դեպքում մաքսատուրքերի աստիճանական նվազման կամ ազատ շուկայի կանոնները պահպանելու դեպքում։ Եվ մենք տեսնում ենք, որ Թրամփը այնուամենայնիվ գնում է այդ ուղղությամբ, անելով որոշակի չեղարկումներ, եւ հիմա մենք պետք է հասկանանք, դա ավելի շատ ուժի դրսևորում է, թե թուլության նշան։ Այս քայլը միաժամանակ թվում է եւ ուժի ցուցադրում եւ տնտեսական խոցելիության ընդունում, այսինքն երկակի վիճակ է։ Պետք է հասկանալ, սիրելի բարեկամներ, որ այդ առևտրային բալանսի խախտումը, որը կա ԱՄՆ-ի տնտեսության մեջ, այսինքն երբ ԱՄՆ-ը սկսում է ավելի շատ ներմուծել, քան արտահանել, իրականում միայն այդ խնդիրը չի, մենք հիմա կպարզենք, թե դա իրենից ինչ խնդիր է ներկայացնում, դա իհարկե թուլացնում է, տնտեսության թուլության մասին է խոսում, բայց խոսքը նաև պետական պարտքի ահռելի չափերի մասին է եւ ընդ որում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական այդ պարտատոմսերը, որոնք նա հանել է շուկա, գնորդը հենց Չինաստանն է, այսինքն մեծ հաշվով ԱՄՆ-ն հսկայական պարտք ունի Չինաստանին։ Եվ որպեսզի այդ պարտքային կախվածությունը նաև թուլացնի, հայտնվում է նման իրավիճակում եւ ստիպված է ուղղակի վարել այդ առևտրային պատերազմը։ Դա այսինքն լավ օրից չէ։ Այդ առևտրային հաշվեկշռի երկարաժամկետ պահպանումը բացասական իմաստով նշանակում է, որ երկրի արդյունաբերական հենքը թուլանում է, աշխատատեղերը կորսվում են եւ արտաքին պարտքը գնալով մեծանում է։ Թրամփը ինչ է հայտարարել։ Նա ասել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այլ երկրներ, ինչպես Չինաստանը, կողոպտեն մեր արդյունաբերությունը։ Ժամանակն է վերադարձնել արտադրությունը Ամերիկա»։ Ընդհանրապես առևտրի հաշվեկշիռը ցույց է տալիս երկիրն ավելի շատ ապրանք է արտահանում, թե ներմուծում։ Պրոֆիցիտ է, երբ երկիրը ավելի շատ արտահանում է, քան ներմուծում, դա նշանակում է, որ աշխարհը վճարում է տվյալ երկրի արտադրանքի համար։ Դեֆիցիտ է, երբ երկիրը ավելի շատ է ներմուծում, քան արտահանում։ Այս դեպքում երկիրը պարտք է կուտակում ուրիշների արտադրանքը գնելով, մեր երկիրը նման երկիր է։ Պարզ օրինակը երևակայենք, վերցնենք մեր վրա, որ օրինակ տունը բանջարեղեն ենք աճեցնում եւ վաճառում հարևաններին։ Եթե մենք ամեն ամիս 1000 դրամի բանջարեղեն ենք վաճառում, իսկ 700 դրամի ապրանք ենք գնում, մենք ունենք պրոֆիցիտ։ Իսկ եթե 1000 դրամի գնում ենք, բայց միայն 700 դրամի վաճառում, ուրեմն ունենք դեֆիցիտ եւ մեր դրամապանակը գնալով փոքրանում է։ Ինչու է կարևոր արտադրությունը առհասարակ։ Եվ ինչու է վտանգավոր, երբ այն ընկնում է հատկապես հզոր երկրի համար։ Արտադրությունը դա երկրի տնտեսական սիրտն է։ Արտադրությունն է ստեղծում իրական արժեքներ, օրինակ մեքենաներ, դեղեր, հագուստ, տեխնիկա, ռազմական տեխնոլոգիաներ եւ այլն։ Եթե երկիրը այլևս քիչ բան է արտադրում, այն կախված է դառնում այլ երկրներից։ Աշխատատեղերը երկրից դուրս են գնում։ Հայաստանը տիպիկ օրինակ, մենք տեսնում ենք, թե ինչպես են գնում արտագն աշխատանքի։ Երկրից հոսում է փողը դուրս է գալիս, այսինքն գնելով այլ երկրների արտադրանք, մեր երկրի փողը գնում է դեպի այլ երկրներ։ Պաշտպանական կարողությունն է թուլանում, քանի որ զենք, տեխնիկա, էլեկտրոնիկա չենք արտադրում։ Հզոր երկիրը, օրինակ ամեն անգամ Չինաստանը, եթե երկար ժամանակ չի կարողանում զարգացնել իր արտադրական ներուժը, կարող է դառնալ ֆինանսական հսկա, բայց արդյունաբերական թզուկ։ Պետք է այս առումով նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չնայած առևտրային այդ դեֆիցիտին հաշվեկշռի իրականում ունի ծառայությունների հսկայական առավելություն։ Ամերիկան ծառայություններ մատուցող թիվ
մեկ պետություններից մեկն է աշխարհում։ Ծառայություններ մատուցելով, ֆինանսական ծառայություններ, կրթական ծառայություններ եւ բազմաթիվ այլ ծառայություններ մատուցելու առումով նա առաջատար է, այսինքն նա այստեղ չի զիջում։ Եվ շատ այլ հարցերում չի զիջում, բայց այ արտադրական առումով նա սկսել է հետ մնալ եւ սա լրջագույն խնդրեմ է։ Արդյունաբերական թզուկ լինելը վտանգավոր է, որովհետև հնարավոր է, որ պատերազմ, ճգնաժամ կամ գլոբալ խնդիրների դեպքում այլ երկրները դադարեցնել ապրանք մատակարարել, ինչից այդ երկիրը կախված է։ Կրկին մեր երկիրը մեր աչքի առջև է։ Այս 44 օրյա պատերազմը դրա ցայտուն օրինակն է։ Իհարկե, տնտեսությունում կարևոր են բոլոր ոլորտները, ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսները, բայց առանց հզոր արտադրության երկիրը չի կարող լիարժեք ուժեղ լինել։ Արտադրությունն է հիմքը զարգացնելու մնացած ամեն ինչը։ ԱՄՆ-ում խելացի մարդիկ շատ են, այդ ամենը շատ լավ են հասկանում։ Հիմա մենք սա կարճ կարող ենք այսպես բանաձևել։ Երբ մենք շատ ենք ներմուծում, բայց քիչ ենք արտահանում, մենք դառնում ենք այլոց աշխատողները, մենք դառնում ենք այլ պետությունների աշխատողներ։ Երբ մենք քիչ ենք արտադրում, բայց շատ ենք սպառում, մենք կորցնում ենք անկախություն, իսկ երբ մենք ստեղծում ենք արժեք, արտադրանք, մենք դառնում ենք տեր մեր երկրի, մեր տնտեսության եւ ապագայի։ ԱՄՆ-ն միշտ գործել է այդ տրամաբանությամբ, դրա համար դարձել է գերտերություն։ Երբ 90-ականներին ԱՄՆ-ն նախաձեռնեց համաշխարհային առևտրի կազմակերպությունը ԱՀԿ-ն, նպատակն էր բացել գլոբալ շուկաները ամերիկյան արտադրանքի համար։ Բայց այժմ այդ նույն համակարգը աշխատում է ընդդեմ ԱՄՆ-ի, ի նպաստ Չինաստանի, որը օգտվելով այդ արտոնություններից, այդ ազատությունից եւ շնորհիվ իր էժան աշխատուժի եւ պետական սուբսիդիաների գերիշխում է համաշխարհային շուկաներում։ Այսօր ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ հնազանդորեն հետևել այդ միջազգային կանոններին, այդ կանոնները դուրս են եկել իր դեմ, որի հեղինակը հենց ինքն է։ Թրամփը այս մասին ուղղակիորեն ասել է. ԱՀԿ-ն այլևս չի ծառայում մեր շահերին, մենք իրավունք ունենք պաշտպանել մեր տնտեսությունը, ասել է Թրամփը։ Եվ փաստորեն, սկզբից պատժելով բոլորին, ապա 75 երկրի համար հանելով, դիվանագիտական հնարքն է գործադրեց, զերծ պահելով կարևոր իր գործընկերներին հակաքայլերից, բայց փսլակ ուղղելով ամբողջությամբ Չինաստանի դեմ։ Թրամփը այստեղ ցուցադրում է իր գործարքային բիզնես տաղանդը։ Եվ բարձրացնելով Չինաստանի նկատմամբ բազմապատիկ մաքսատուրքերը, նա ամերիկյան ընկերությունների մի կողմից փորձում է բերել Միացյալ Նահանգները, միաժամանակ սեփական շուկան, սեփական ժողովրդին վաճառել ամերիկյան արտադրանք, կանգնեցնելով չինական ապրանքների մուտքը։ Իսկ բացառություններ ռազմավարական ապրանքների համար նա կիրառում է։ Որպեսզի ազդեցությունը ներքին շուկայում կտրուկ չլինի, որոշ ապրանքների համար սահմանվում են հենց այդ բացառությունները՝ դեղորայքի վրա, բարձր տեխնոլոգիաներ, օրինակ գազամատակարարման սարքավորումներ եւ այլն։ Հետաքրքիր է Չինաստանի արձագանքը։ Չինաստանն անմիջապես պատասխանել է սահմանելով 84% մաքսատուրք մի շարք ամերիկյան ապրանքների համար։ Պեկինը հայտարարում է, որ ԱՄՆ-ն խախտում է միջազգային իրավունքը եւ նա դիմել է հայցերով առևտրի համաշխարհային կազմակերպություն։ Չինական պաշտոնական արձագանքը հետեւյալն է, որ ԱՄՆ-ն կորցնում է մրցունակությունը եւ փորձում է արհեստական միջոցներով վերականգնել իր դիրքը։ Եվ այստեղ Չինաստանը ուղիղ առճակատման մեջ է հայտնվում ԱՄՆ-ի դեմ եւ չի էլ զիջում իր դիրքերը։ Եվրոմիությունը նույնպես արձագանքել է բավական այսպես սպառնալից հայտարարություններով, բայց եվրոպական երկրների եւ Թրամփի վարչակազմի միջև որոշակի բանակցություններից հետո, ինչպես նշվեց, կասեցվել է այդ մաքսատուրքերի բարձրացումը։ Եվ այս առումով տեսնում ենք, որ նույնիսկ Չինաստանը չի կարողանում օգտագործել միջազգային կառույցները, որպեսզի ընդունված այդ խաղի կանոնները պահպանվեն։ Ուր մնաց Հայաստանի նման պետությունները, որոնք բողոքում են միջազգային իրավունքը չգործեց, արդարությունը չգործեց, բոլորը անտարբեր էին։ ԱՄՆ-ի ստեղծած այդ միջազգային հզոր կառույցները ոչինչ չեն անում ԱՄՆ-ի դեմ։ Եվ սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ունի դեռ գլոբալ, կենտրոնական եւ հզոր դիրք, բայց նաեւ ներքին կառուցվածքային խնդիրներ, որոնց լուծումը փորձում է գտնել իր այդ ագրեսիվ արտաքին քաղաքականության միջոցով։ Եվ դեռևս վաղ է կանխատեսել ԱՄՆ-ի կործանում։ Այստեղ հավելյալ այլ խնդիրներ էլ կան այս բոլոր մաքսային եւ առևտրային հաշվեկշիռների առումով։ Երբ մաքսատուրքերը բարձրացվում են, նպատակ է դրվում բարելավել դոլարի կայունությունը, նվազեցնելով պետական պարտքը եւ պետք է ասել, որ Թրամփը որոշակի առումով արդեն հասել է դրան։ Եվ հզորացնելով ռազմական եւ ռազմավարական ուղղությունները, անհնար է դա փաստորեն իրականացնել առանց նոր վերադասավորումների։ Թրամփը գիտակցում է հին գլոբալիստական համակարգը վնասում է հենց ԱՄՆ-ին։ Այսօր ԱՄՆ-ն կանգնած է մի եզրագծի վրա, երբ պետք է վերաիմաստավորի իր դերն աշխարհում։ Թրամփի մաքսային պատկերացումները ոչ միայն տնտեսական, այլ նաև գաղափարական ու համակարգային պայքար են։ Նա ուզում է վերադարձնել մի աշխարհ, որտեղ ԱՄՆ-ն է որոշում կանոնները։ Նա ուղղակիորեն հայտարարում է, որ առաջին հերթին ԱՄՆ-ն է կարևոր, ոչ թե ԱՀԿ-ն կամ Չինաստանը։ Եվ քանի դեռ նա ունի նման կամք եւ ներքին աջակցություն իր երկրում, այդ ճանապարհով կշարունակի գնալ, թեկուզ ամբողջ աշխարհի դիմադրության հանդիպելով։
Ոմանք Թրամփի նախաձեռնած մաքսային քաղաքականությունը նույնական են համանում, մոտավորապես նմանացնում են 1980-ականներին Ռեյգանի քաղաքականությանը, եւ ի վերջո 90-ականներին ԱՄՆ-ն դարձավ թիվ 1 գերտերությունից Խորհրդային Միությունը փլուզվեց։ Նա Ռեյգանը նույնպես խոստանում էր վերականգնել ամերիկյան տնտեսությունը եւ դա նրան հաջողվեց։ Ինչ է ասում Դոնալդ Թրամփը, ասում է մենք չպետք է լինենք աշխարհին կերակրողը, երբ մեզ սով է սպառնում։ Գիտեք, այդ առևտրային հաշվեկշռի մեջ ամենացայտունը տեխնոլոգիական գերազանցությունն է, որ Չինաստանն արդեն ձեռք է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա եւ դա հենց ամենաշատն է զայրացնում նրանց։ Թրամփը հետեւյալն է հայտարարել. Չինաստանը խլում է մեր աշխատատեղերը, տեխնոլոգիան ու հպարտությունը։ Նա դա ասել է 2024 թվականին դեռևս։ Չինաստանը արձագանքեց նոր մաքսերով ամերիկյան մեքենաների, խոզիմսի եւ սոյայի նկատմամբ։ Չինաստանը միայն մաքսատուրքերով չի պատասխանում, որքան էլ մեդիաները խոսում են միայն դրա մասին, իսկ փորձագետները մեր կենտրոնացել են միայն դրա վրա։ Ընդհանրապես վերլուծական դաշտը եւ մեդիա դաշտը առաջնորդվում է միայն այդ պահին, ինչ կհասցրես կարդալ դրանով։ Չի ուսումնասիրվում օրինակ թե Չինաստանը ինչպես է պատասխանել, խոսում են միայն ինչ որ թվերով է պատասխանել, բայց իրականում Չինաստանը տեխնոլոգիական, տնտեսական եւ նաեւ արժութային լծակներով ուղղակիորեն թույլատնում է ԱՄՆ-ի ազդեցությունը եւ նվազեցնում։ Միայն 2024 թվականին Պեկինը սկսեց համակարգված արդեն դուրս մղել ամերիկյան տեխնոլոգիաները պետական համակարգերից։ Եվ չինական ներդրումների հոսքը դեպի ամերիկյան շուկա նվազել է ավելի քան 65%-ով ըստ հետազոտությունների, սա ճնշում է բորսաները եւ դոլարի ուժը թուլացնում է։ Մրցակցությունը EV ոլորտում դարձել է տեխնոլոգիական պատերազմ։ BYD-ն, չինական հայտնի բրենդը, դուրս է մղել Tesla-ն չինական ներքին շուկայից։ ԱՄՆ-ի քաղաքականությունը մեզ ստիպում է ուժեղացնել ներքին շուկայի հզորությունը, ասել է Չինաստանի առևտրի նախարարը 2024 թվականի դեկտեմբերին։ Հարկ է նշել, որ առևտրային այս պատերազմը ուղղակիորեն անդրադարձել է նաև նավթի գների վրա, նրանք անկում են ապրել, անկումը հասել է մինչև $64 բարելի դիմաց, ինչը վնաս է նավթային պետություններին, մեզ համար ինչ որ առումով ուրախալի լուր է Ադրբեջանի հետ կապված։ Նվազել է նավթի պահանջարկը։ 2024 թվականին, երբ $90 էր, արդեն մարտի դրությամբ 25 թվականին դարձավ $77, հիմա $64 է։ Հարկ է նշել, որ օրինակ ռուս փորձագետներն ասում են, որ եթե նավթի գինը $50-ից պակաս լինի եւ մոտենա $40-ին բարելի դիմաց, ապա դա տնտեսական ճգնաժամի ուղիղ նշան է։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանին։ Ֆոնդային բորսաներում է շատ հետաքրքիր իրավիճակ, չնայած սկզբնական անկմանը Թրամփի այդ որոշումներից հետո դրանք կրկին բարձրացել են ակցիաները, բաժնետոմսերը 10-15% անկում էր ունեցել մինչև, բայց այժմ հետևողականորեն դրանք աճում են եւ ինչպես նշեցի, նաեւ տեխնոլոգիական արտադրանքների ընկերությունների հետ կապված։ Վերջում կարող ենք ուղղակի արձանագրել, սիրելի բարեկամներ, որ Թրամփի այս քաղաքականությամբ աշխարհը բաժանվում է երկու բլոկի՝ ամերիկյան եւ չինական։ Բազմաբևեռ աշխարհակարգ է, բայց ինչ որ առումով տնտեսական այդ երկու գիգանտների շուրջ են բոլորը այս կամ այլ ձև համախմբվելու եւ Ռուսաստանն ու Եվրամիությունը այս իրավիճակում միանշանակ շտկումներ են մտցնելու, այլապես դուրս են մնալու խաղից եւ դառնալու են այդ երկու հզորների սպառողներ կամ հումքային կցորդներ։ Կարող ենք վերջում նաեւ անդրադառնալ Հայաստան եւ ԱՄՆ առևտրային հարաբերություններին, դրանք բավական քիչ են եւ ցավոք սրտի վերջին տարվա ընթացքում Հայաստանի առևտուրը ԱՄՆ-ի հետ թե ներմուծման թե արտահանման առումով միայն նվազել է։ Հայաստանը շարունակում է խորացնել իր կախվածությունը ռուսական տնտեսությունից։ Ինչ ենք արտահանում մենք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ մեր ապրանքների վրա ազդելու է 10% մաքսատուրքի բարձրացում։ Մեր ապրանքները հիմնականում ոսկերչական ադամանդներ են, հատկապես մեծ մասը կապված է գյուղմթերքի հետ, բնականաբար դա ենք արտադրում, եւ դրա հիմնական սպառողը մեր սփյուռքն է, հայկական սփյուռքն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրանց համար 10%-ով որոշակի առումով իհարկե ոչ այնց ֆիքսված 10%-ով որոշակիորեն կթանկանան հայկական ապրանքները, բայց դա մեծ հաշվով որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի եւ ԱՄՆ-ի առևտրաշրջանառության վրա։ Դեռևս մաքսատուրքեր չեղած դրանք նվազել են, այս պարագայում գուցե որոշակիորեն նվազեն, բայց միևնույն է հայ գնորդը գնելու է դա հայկականը, քանի որ դրան այլընտրանք չի տեսնելու ամերիկյան շուկայում, եթե տեսնի կգնի, բայց կարծում եմ, որ հայկական սփյուռքը ամեն դեպքում պարելու է հայկական արտադրանքը անկախ ամեն ինչից եւ այստեղ մեծ ռիսկեր եւ մեծ բայրիվիրումներ սպասել չարժե։ Ինչևէ, տեսնենք հետագա իրադարձություններն ինչպես կզարգանան, մենք այս թեմային հետևելու ենք եւ ձեզ ներկայացնելու ենք համակողմանի օբյեկտիվ վերլուծություն
Մենք շարունակենք իհարկե պահել մեր ուշադրության կենտրոնում այս թեման, որովհետև դա անդրադառնում է ամբողջ աշխարհին եւ նաեւ մեզ է վերաբերում իհարկե ուղղակիորեն թե անուղղակիորեն, եթե գլոբալ շուկայում թանկանան տեխնոլոգիական ապրանքները, Հայաստանում դրանք շատ ավելի կթանկանան։ Եվ այսպես շարունակ, դա վերաբերում է մեզ նաեւ այն առումով, որ մենք ներմուծող երկիր ենք եւ այս գլոբալ պատերազմների, առևտրային պատերազմների մեջ մենք ինքներս պետք է հասկանանք, թե մենք տնտեսական ինչ մոդել եւ ինչ ճանապարհ պետք է ընտրենք զարգացման, թե պետք է այսպես լճացման եւ բառադիության մակարդակում էլ շարունակենք մեր գոյատևումը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անկախ ամեն ինչից, թե ով է մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը, կարողանանք պրոգրեսի կողմնակից լինել եւ ուղղակի չհետեւել լրահոսին, որպես այսպես տրված ինչ-որ մի բան եւ այսպես արտագրություններով, ինչպես տեսնում ենք մեր մեդիա եւ վերլուծական դաշտում, այդպես շաբլոնային գնահատականներով, առանց խորանալու խնդրեության մեջ, համբերելու մի քիչ տեսնելու ինչպես են զարգանում իրադարձությունները, չշտապելու ավելորդ գնահատականներ տալուց, ինչպես նշվեց, որ Թրամփը կրակել է սեփական ոտքին, ամերիկյան ընկերությունները կոլապսի մեջ են, չգիտեմ ինչ հիմարություններ։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում լավ էլ հասկանում են եւ Թրամփը լավ էլ հասկանում է, թե ինչ է անում, եւ այդ քաղաքականությունը դա ամերիկյան քաղաքականություն է, ոչ միայն Թրամփի, եւ դրա այդ քաղաքականությունը նոր չի սկսվել։ Մենք տեսնում ենք, որ հաջողությամբ իրականացվում է դեռևս ԱՄՆ-ի դեմ որևէ մեկը իր այս քայլերի համար որևէ հետևանքներ չի ստեղծել։ Առայժմ ԱՄՆ-ն հաջողությամբ այս խաղը տանում է։ Ինչ կլինի 10 օր հետո կամ մի տարի հետո, մենք շարունակենք հետևել ու վերլուծել։ Շարունակեք հետևել իմ YouTube-յան ալեքին, հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, մենք իհարկե շուտով նորից կհանդիպենք։